Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Մինչև սկսելը զգուշացնեմ, թեև առանց ինձ էլ վստահ եմ գիտեք, լուրերը հետաքրքիր են, բայց որպես կանոն նյարդայնացնող, կարևոր, բայց շատ դեպքերում անտանելի։ Փորձենք չլարվել, պահպանել հոգեկան հավասարակշռությունը ու հասկանալ, թե այսօր ինչ կատարվեց մեզ հետ ու աշխարհում, նախ համառոտ։ Կուսակրոնության թեման վերադառնում է Նիկոլ Փաշինյանի գրառումների շարքը։ Հայ-ռուսական նոր լարվածություն հայ-եվրոպական նոր ջերմացման պահին։ Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ էլ ավելի լարված են, ձերբակալություններ ու չդադարող սկանդալներ ինչ է կատարվում։ Սամվել Կարապետյանի 8-րդ նամակը, ինչի մասին է այս մեկը։ Ինչպիսին է ներդրումային միջավայրը Հայաստանում, միտումը հուսադրող է։ Եվ մոլորակը վառվում է աներևակայելի մասշտաբի հրդեհներ ամբողջ աշխարհում։ Եվ այսպես այսօր եւս Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության թեմայով գրառումներ է արել, հետո գնացել ԱԱԾ, որն արդեն նոր տնօրեն ունի, բայց հերթով նախ եկեղեցի իշխանություն հարաբերությունների մասին վերջին զարգացումներն ամփոփել է Սիմոն Հովհաննիսյանը։ Մեր հոգեվարականների խնդրեմը Աստծո հետ է, իրանք ինձ հետ խնդրեմ ոնց կարան ունենալ։ Ինչ պրոբլեմ կարող է լինել Աստծո եւ հոգեվորականների միջև։ Պարզաբանումն իր ուսերին է վերցրել Նիկոլ Փաշինյանը ու այսօր նորից հարցրել կաթողիկոսին։ Խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Այս անգամ Փաշինյանը կաթողիկոսին դուքով է դիմել, չնայած նախկին գրառումներում անկաշկանդ դույով էր դիմում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավել եւս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը եւ այդպիսով եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան։ Քրիստոնեական սեր է դրել բառապաշարում վարչապետը, որ շաբաթօրն էր ասել, եկեք համացանցում էլ չհայհոյենք, գոնե մինչև հուլիսի 5-ը։ Օգտատերերից շատերի կարծիքով Փաշինյանին ճշմարիտ ուղու վրա Մետայի տերը Մարկ Ցուկերբերգն է դրել, արգելափակելով նախորդ հրապարակումներից մեկը։ Facebook-յան կերքերը մարեցին այն բանից հետո, երբ Միքայել arczepiskopos Աջապահյանին դատարանը որոշեց կալանավորել եւ ըստ փաստաբանների պահել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Փաստաբանները նաեւ նշում են, որ նրա հանդեպ կիրառվում է սահմանափակում, կարող է խոսել միայն հարազատների եւ փաստաբանների հետ։ Դատավոր Մասիս Մելքոնյանն է Աջապահյան սրբազանի կալանավորման որոշումը կայացրել։ Նույն դատավորը, որը նաև Լևոն Քոչարյանի, Բագրատ Գալստանյանի ու էլի մի քանի աղմկահարույց գործերով է կալանավորման վճիռներ կայացրել։ Նախկինում էլ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունից էր։ Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել նաև Դանիել Իոնիսյանի շաբաթօրը հրապարակած փաստաթուղթը, որտեղ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավարը հանցակազմ էր տեսել սրբազանի հայտարարություններում մոտ 1 տարի առաջ, սակայն դատախազությունը չէր կիսել նրա դիտարկումը։ Հիմա դատարանում մեղադրանքի կողմը քննիչը դատախազը ասում են, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը դա հենց այն, որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալիտետը ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց ենք տալիս, ասում ենք ընկերներ, 23 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալիտետ, նույն բառերի վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն։ Դատախազությունից ասում են, կալանավորումը միայն այդ հարցազրույցում հնչած արտահայտությունների համար չէ, այլ հայտարարություններ են հաշվի առել։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցի ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցված հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չնախատեսված եղանակով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը։ Շիրակի թեմակալի փաստաբաններն այսօրվա ասուլիսում ասացին, որ ըստ սահմանադրական դատարանի ներկայացրած հիմնավորումների Միքայել Սրբազանի արած հայտարարությունը այդ հոդվածով քրեական դատապարտման ենթակա չէ, իսկ վարչապետ Փաշինյանին երկրում տեղի ունեցողից հարցեր տալ ստացվեց միայն իր կազմակերպած կրթվելը նորաձև է արշավի ընթացքում, ոչ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ այնտեղ էր Ազատություն ռադիոկայանի լրագրողը։ Գիտեք ինչ, մարդիկ կարան անեն էմոցիոնալ հայտարարություններ։ Ես էլ եմ այսօր էլ կարամ էմոցիոնալ հայտարարություններ անեմ, բայց չի շանկում, որ մարդը բան հայտարարեց, վեճ իրան պետք է արդեն գնանք դատեն։ Ոչ, մենք պետք է կոնտեքստ ունի հարցը, պետք է համոզվել, այդ մարդ ուղղակի էմոցիոնալ բան է ասել, թե ուղղակի մտածված, իսկ դատախազության այսօր պարզաբանման մեջ այդ շատ կարևոր է։ Ես ուշադիր կարդացի, որտեղ երեգմանից այդ թեման քննարկվում է։ Այնտեղ ասում է, այս փաստով, այս մի շաբաթ այսօր ամսի քանիսն է։ 28-ը
28-ը, այսինքն 5 օր առաջ հայտարարությամբ նա ըստ էության վերաշարունակական գիտակցված հիմա որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինի ինքը էմոցիոնալ արեց այդ հայտարարությունը, թե ոչ էմոցիոնալ, որտեղ մի անգամ կարելի է անել էմոցիոնալ, երկու անգամ կարելի է տենց նեղված լինել, բայց երրորդ անգամ ահաբեկչական խմբի ձևավորման մի պաշտպանություն դա ասել, դա կներեք արդեն հայրենիքը պետություն է եւ պետությունը պետք է արձանագրի։ Փաշինյանը նաև բացատրեց, թե ինչպես են ձեռքի տակ հայտնվել եկեղեցականների անձնական տվյալները, սեռական կյանքի մանրամասները։ Ազգային անվտանգության ծառայությունը իր ենթակայության տակ գտնվող կառույց է եւ օպերատիվ գործերի ընթացքում ձեռք բերված տվյալները զեկուցում են իրեն։ Երկուշաբթին բարի սկսեց Facebook-յան օգտատեր վարչապետ Փաշինյանի էջում։ Նախատեսվում է, որ մինչև հուլիսի 5-ը չի կիրառի պոռնկաբարո, դոմփել եւ նմանատիպ բառեր։ Իդեպ համացանցում որոշ օգտատերեր պատահական համընկնումներ էին նկատել, որ մինչև հուլիսի 5-ը մուսուլմանական աշխարհում Ալ-Մուհարամն է, որը բնույթով մեր մեծ պահքին է նման եւ այդ օրերին հայհոյել չի կարելի։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2018-ից ի վեր ԱԱՑ ֆինանսավորումը եռապատկվել է։ Այսօր նա ներկայացրել է նորանշանակ տնօրենին ու հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած են պետությունը եւ ժողովուրդը։ Ըստ էության այն մարտահրավերները, որոնց մենք հիմա առերեսվում ենք, իրենք հիբրիդային մարտահրավերներ են, իրենք ունեն եւ ահաբեկչության հատկանիշներ եւ սահմանադրական կարգի խախտման հատկանիշներ եւ հակահետախուզական բնույթի հատկանիշներ։ Եվ ես կուզենայի, որ աշխարհում հիմա շատ է քննարկվում բոլոր երկրներում հիբրիդային սպառնալիքների համակարգը եւ ես կուզենայի, որ մենք այս 3 գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք։ Նիկոլ Փաշինյանին աջակցություն է հայտնել Մակրոնը, հեռախոսով են խոսել, հետո Մակրոնն իր էջում գրել է, որ իր համերաշխությունն է հայտնել ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Նաև վերահաստատել է իր աջակցությունը, իր խոսքով Նիկոլ Փաշինյանի խիզախ ջանքերին ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եվ այսօր Երևանում էր Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը նա ասել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների դրական առաջընթացը։ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, ասում է երկօրյա այցով մեր երկրում գտնվող Կայա Կալասը։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը հստակ ուղերձով է այստեղ։ Գիտի, որ Հայաստանի ազգային ժողովը նախագիծ է ընդունել եվրոպական ընտանիքին անդամակցելու գործընթացի մասին։ Շեշտում է, Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Հաջողով հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին նոր գործընկերության օրակարգի շուրջ, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության եւ դիմակայության ոլորտներում։ Եվրոպական միությունը այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո դիմակայության եւ աճի ծրագրի շրջանակում 2024-27 թվականների համար։ Եվրոպացի գործընկերոջ հետ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթ է վերջնականացրել։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի մասին է այն։ Միրզոյանն ասում է, առաջիկայում մանրամասն կներկայացվի հանրությանը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ արտգործնախարարը խոսել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Հարցին Եվրամիության համար որքանով է կարևոր խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ինչքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պատասխանեց, որ իր Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները։ Ողջավորված ենք այս կարգավորման գործընթացով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ իհարկե կցանկանանք տեսնել այս գործընթացի ամփոփումը ինչքան հնարավոր է շուտ ամբողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն, ոչ միայն այս տարածաշրջանում։
Ասուլիսի ժամանակ հարց հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին, որտեղ նա նշել է, թե դաշնակիցներից երես թեքելը հազիվ թե օգտակար լինի հայ ժողովրդի համար։ Մենք որևէ ճնշում չենք բանեցնում Հայաստանի կառավարող շրջանակների վրա եւ հստակություն ենք ակնկալում բոլոր հարցերում, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, ապա դա հազիվ թե որևէ օգուտ տա հայ ժողովրդին։ ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ է Լավրովը խոսել այս մասին, որտեղ ի դեպ Միրզոյանը չի մասնակցել։ Պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Միրզոյանին անհարմար հարցից հետո հերթը Կալասինն էր։ Եվրոպաշտոնյան հաստատել է լուրերը, թե Հունգարիան խոչընդոտում է խաղաղության հիմնադրամից Հայաստանին միջնորդների տրամադրմանը։ Կալասը պարզաբանել է, որ Եվրամիությունը բաղկացած է 27 ինքնիշխան երկրներից, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը, եւ որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Իդեպ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին խոսել է նաև Կրեմլի խոսնակը, Պեսկովն ասել է, որ որևէ ձևով չեն ուզում միջամտել, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց նաև նշել է, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք իհարկե ցավով են հետևում այդ զարգացումներին։ Հայ-ռուսական հարաբերություններում արդեն սովորական դարձած այս երևույթներին զուգահեռ լրջորեն լարվել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Այսօր Ադրբեջանի ուժայինները մտել են Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակ, երկու օգուտ ձերբակալել ու հայտարարել, որ նրանք իրական ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն բացատրությունների։ Ամեն ինչ սկսվել է Ռուսաստանում ադրբեջանցի հետախուզվողների նկատմամբ իրավապահների գործողությունից, որն ավարտվել է զոհերով ու 50-ից ավելի ձերբակալված ադրբեջանցիներով։ Բաքուն էլ ահա այսպես պատասխանում է։ Նեոլուպ, ջանապ Պուտին։ Նեոլդու ջանապ Պուտին, այսպիսի հայտարարությամբ է երեկ իր խոսքը սկսել ադրբեջանական պետական լրատվամիջոցի մեկնաբանը։ Պատճառը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններն են, որոնց ընթացքում նաև մահեր են գրանցվել։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական ճգնաժամը կապված է Եկատերինբուրգի Կասպիան սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված կասկածյալ ադրբեջանցիների մահվան հետ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, որոնցից երկուսը լրագրող Սեյֆեդին Հուսեյնլիի եղբայրները մահացել են։ Ինչ է պատահել, պարոն Պուտին, իսկապես այդքան անհանգստացած եք, որ Ադրբեջանը դարձել է ուժեղ տարածաշրջանային երկիր։ Մենք հասկանում ենք, որ դուք սովոր եք կառավարել այն ժողովուրդներին, որոնց բռնի կերպով ներառել եք ձեր շարքերում, բայց արդյոք Կրեմլը եւ Պուտինը հասկանում են, որ այլևս 1937 թվական չէ, այլ 2025-ը, որ նախկին դաշնակից երկրները անկախ են ավելի քան 30 տարի։ Հասկանում է, որ ոչինչ չի մոռացվում, ոչ Ստալինի բռնաճնշումները, ոչ հունվարի 20-ը, ոչ ադրբեջանական տարածքների օկուպացիան, որը կատարել է Հայաստանը, բայց դրա հետևում կանգնած է եղել Ռուսաստանը։ Այո, Ռուսաստանի ձեռքով եւ Ռուսաստանի մասնակցությամբ։ Սկանդալն արդեն միջազգային բնույթ է ստացել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր մտահոգությունը ու վրդովմունքն է արտահայտել Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին, պահանջել, որ շուրջկալն իրականացրած ռուսաստանցի իրավապահները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Միաժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այս օրերին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել է։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանում չեղարկվում են նաև Ռուսաստանի հետ նախատեսված մշակութային միջոցառումները, հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Հաշվի առնելով Ռուսաստանի Եկատերինբուրգի մարզում իրավապահ մարմինների ազգային պատկանելիության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացրած նպատակային սպանություններն ու բռնի գործողությունները եւ այն, որ ընդհանուր առմամբ վերջին շրջանում նման դեպքերը ստացել են համակարգված բնույթ, Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր կառույցների գծով Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, ներառյալ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները չեղարկվում են։ Այս ֆոնին ռուս-ադրբեջանական լարվածությունը առավել հստակ գծեր է ստանում անցնելով քաղաքական եւ էթնիկ մակարդակների։ Եկատերինբուրգի իրադարձությունները Բաքվում ընկալվում են որպես Մոսկվայից կոշտ ուղերձ, սակայն դրան պատասխանում են ոչ թե սիրաշահությամբ, այլ հստակ արձագանքով՝ Նեոլդու, ջենապ Պուտին։ Տարածաշրջանում սկսում է ձևավորվել նոր ուժային հավասարակշռություն, որտեղ Մոսկվան աստիճանաբար դուրս է մղվում առաջնային դիրքերից։ Սա առավել նկատելի է դառնում վերջին օրերին, հաշվի առնելով թե Ալիևի եւ թե Փաշինյանի այցելությունները Թուրքիա։ Դա հստակ ցուցիչ էր, որ Կովկասում ազդեցության առանցքները տեղաշարժվում են հոգուտ Անկարայի։ Դիանա Կարապետյան, Reopen Media։
Ադրբեջանի արտգործնախարարությունը բացի Ռուսաստանից նաև Իրանից է դժգոհ։ Բաքուն քննադատել է Հայաստանում Իրանի դեսպանին, որը նշել էր, որ գոյություն ունի միայն մեկ արևմտյան Ադրբեջան եւ դա Իրանի նահանգն է։ Իրանն առհասարակ չի ընդունում Ադրբեջանի ձևավորած արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, որով անվանում են Հայաստանի ամբողջ տարածքը եւ հետեւողական ձևով այդ ձևակերպումն անցկացնում են միջազգային փաստաթղթերում, դարձնելով նորմալ երևույթ։ Սամվել Կարապետյանը պաշտպանների միջոցով տարածել է 8-րդ հայտարարությունը, այս անգամ խոսել է ներդրումային միջավայրի մասին։ Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են քերելու առարկայի, իսկ գործարարին թշնամու։ Այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը։ Այս ամենը բերեց վերջին 7 տարիների ընթացքում առավելապես 0 հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր եւ անհեռանկարային երկիր։ Իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել։ Հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել։ Փոխարեն նախ լցրեցին հանրային խոսքի հարթակներում։ Կարողացան հայոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել։ Նույնիսկ առաջին անգամ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանել իր կնոջ եւ դստեր արժանապատվությունը։ Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր։ Աղքատություն բառը թողնելու ենք անցյալում եւ հանրային դաշտը հայոյախառն աղբից մաքրվելու է։ Հետցի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազենյանն էլ խոսել է ընկերության շուրջ ստեղծված վիճակի մասին։ Նա անդրադարձել է ազգային ժողով ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որի միջոցով պետք է իրականացվի հեծապետականացնելու գործընթացը։ Դավիթ Ղազենյանը վստահեցրել է, որ իրավական միջոցներով պայքարելու են այդ գործընթացի դեմ։ Ճիշտ ասած, մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ կիսագրագետ օրենքի նախագիծ, հիմա սխալեցկուղ եմ, լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ։ Պրոբլեմ հենց այստեղ է։ Ինչի չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում դա քննարկել։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Մեր համար գործընթացը սկսված է անկեղծ ասած Կարապետյանի ապօրինի ձերբակալումից, հետո կալանավորումից սկսած։ Ներդրումների մասին, ինչպիսին է ներդրումային միջավայրը Հայաստանում հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող այս բոլոր զարգացումները, փորձել է պարզել իմ գործընկեր Նարինե Ղուկասյանը։ Գյուղատնտեսություն, մասնավորապես այգիների հիմնադրում եւ ջերմոցային տնտեսություն, տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգեր, туриզմ, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնցով հետաքրքրված են օտարերկրյա ներդրողները Հայաստանում։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորաբար հայ-ադրբեջանական հակամարտությունը, երբ խաղաղության պայմանագիրը դեռ կնքված չէ, շատ գործարարներ թե Սփյուռքից եւ թե այլ երկրներից այնուհանդերձ շարունակում են Հայաստանում կատարել ներդրումներ, ասում է սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը։ Կան պրոյեկտներ, որոնք որ շատ են, բայց փոքր գումարներ են, կան պրոյեկտներ, որոնք ավելի մեծ գումարներ են։ Օրինակ, ասենք ներկայումս Հայաստանում ընթանում են մի քանի պրոյեկտներ, որոնք 150 միլիոն դոլար արժողություն ունեն։ Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, հողի ու ջրի որակը թույլ են տալիս օտարերկրյա ներդրողին մեր երկրում բազմաթիվ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունենալով մեծ հաջողություններ, ակտիվ գործակցում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության IT ոլորտի բազմաթիվ ընկերությունների հետ եւ համարվում հուսալի գործընկեր։ Տրանսպորտային լոգիստիկ բնագավառում Հայաստանը կարող է լինել տարանցիկ հարթակ Եվրամիության ԵԱՏՄ-ի միջև, հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ճանապարհների խաչմերուկում։ Ըստ տնտեսագետի Հայաստանում հեռանկարային կլինի նաեւ խոշոր պահեստների լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։ Ըստ Գագիկ Մակարյանի վերջին շրջանում դեպի Եվրամիություն հայկական ապրանքների հոսքի ծավալների աճը վկայում է, որ փորձ է արվում վերականգնել արտահանման նախկին ծավալները։ Գագիկ Մակարյանը հիշեցնում է, մինչև 2015 թվականը Եվրամիության հետ առևտրի ծավալն ավելի մեծ էր, քան ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ։ Ըստ տնտեսագետի, չնայած աշխատուժը Հայաստանում թանկացել է, այն շարունակում է ավելի մատչելի լինել օտարերկրյա ներդրողների համար, հատկապես շինարարության ոլորտում։ Հայաստանի բանկերի համակարգը բավականին կայուն համակարգ է համարվում եւ դրանով նույնպես գրավում է եւ սա խնդիր է մի կողմից եւ մի կողմից էլ կարծես թե գրավչություն է, որ բանկային ծառայությունները թանկացել են Հայաստանում վերջին 2-3 տարվա ընթացքում հատկապես եւ բանկերը բավականին լավ գումարներ են աշխատում, այսինքն շատ եկամտաբեր
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ Հայաստանի հանքային պաշարների արժեքային արտահայտությունը հասնում է 4 տրիլիոն դոլարի, ուստի այս ոլորտը եւս շարունակում է մնալ արդիական ու շահավետ։ Ըստ նրա Հայաստանը մոլիբդենի արտահանման ծավալով աշխարհի առաջին տասնյակի մեջ է։ Ինտելեկտուալ կարողություններով մեր ազգը համարվում է խելացի ազգ եւ աշխարհի երկրների առաջին տասնյակի մեջ է գտնվում։ Այսինքն որոշ դեպքերում ինժեներական միտքը, տաղանդը, գիտական միտքը, աշխատանքային ճկունությունները դրանք էլի գրավում են։ Ակնկալվում են ներդրումներ արդյունաբերական ոլորտներում արտահանման միտված արտադրության դիվերսիֆիկացիայի համար։ Նրա տվյալներով վերջին 5 տարիների ընթացքում ներդրումների ծավալը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի։ Իսկ ներդրումային ծրագրերում դեռ խնդրահարույց են տարատեսակ թույլտվությունները, որոնց պատճառով որոշ ծրագրեր ձգձգվում են։ Մասնագետը մտահոգիչ է համարում կոռուպցիան։ Ներդրողները բնականաբար մանրամասնատոտարեկրա իրենք սովոր չեն կաշառք տալու եւ իրենց երկրներում դա ընդունված չի կամ եթե իրենք տանել կարող է այդ կաշառք տալը եթե բացահայտվի իրենք խայտարակվեն իրենց երկրներում եւ իրենց երկրներում պատասխանատվության ենթարկվեն։ Տնտեսագետի կարծիքով ներդրումների հոսք կարող է լինել Եվրամիությունից պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Եվրոպական երկրները նաեւ ծրագրում են զարգացնել ռազմաարդյունաբերությունը, ինչը կմեծացնի թանկարդյունաբերական նյութերի գրավչությունը։ Ներդրումների արդյունքում գործարաններ ստեղծել Հայաստանում, որոնք արտադրանքներ թողարկել Եվրոմիության համար, այսինքն էժան գնով վաճառվում եվրոպական ժողովրդին։ Տնտեսագետը խոսել է Իրանից, նաև Թուրքիայից ներդրումային հեռանկարների մասին։ Թուրքիան նաև կարող է ներդրումների առումով վատ իմաստով դա լինի, որտեղ էքսպանսիայի ենթարկի Հայաստանը, պարզապես մեծականակ ներդրումներ, մեծականակ բիզնեսներ այստեղ տեղափոխելով, ինչ որ բաներ ձեռք բերելով եւ այլն արտգործարաններ կամ ոլորտներ, որը որ հետաքրքրության մեջ է եւ կուզի տնտեսապես Հայաստանին դնել կախվածության մեջ, նույն ձեռագրով ինչպես Վրաստանում արդեն տեղի ունեցել է։ Հայաստանում ներդրումներով մեծապես հետաքրքրված են արևելքի տնտեսական հսկաները՝ Չինաստանն ու Հնդկաստանը։ Նարինե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Բնական աղետների մասին Թուրքիայում սարսափելի հրդեհներ են։ Միայն մեկ օրում գրանցվել է 150-ից ավելի անտառային հրդեհ։ Թուրքիան 4 կողմից այրվում է, 15 նահանգում հրշեջները ցամաքից ու օդից չեն կարողանում կրակի դեմն առնել։ Գործն ավելի է դժվարանում ցերեկը շոքի, երեկոյան ուժեղ քամիների պատճառով։ Միայն հանգստյան օրերին 150-ից ավելի անտառային հրդեհի ահազանգ է եղել։ Այսպիսի քանակով բռնկումները իրավապահներին կասկածի տեղիք են տվել, թե անտառները կարող են միտումնավոր հրկիզված լինել։ Այդ կասկածանքով արդեն 17 մարդ է ձերբակալվել։ Ամենադժվար կառավարելի հրդեհները Անտալիայի ու 4.5 միլիոն բնակչություն ունեցող Իզմիրի նահանգներում են։ Իզմիրի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները։ Մի քանի շրջաններ տարհանվել են։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում իրավիճակը պատկերավոր նկարագրում է այս մարդը։ Հարսանիքի էինք, հարսին բերեցինք եկանք, շոքին չէի դիմանում։ Իզմիրի հրդեհն էի նայում։ Հաղորդավարը ուղիղ եթերում այդ մարդկանց վիճակներ պատմում։ Ասացի, ախ, ինչ մեղքեր այդ մարդիկ։ Հետո զանգեցին ինձ, ասացին ջերմոցդ վառվում է։ Վախեցած դուրս վազեցի ու ծունկս վնասեցի։ Հիմա ոտքի վրա հազիվ եմ կանգնում։ Շատերը փորձել են տարհանել նաև իրենց մեքենաները, բայց փոխադրամիջոցների մի մասը այրվել է։ Քանի որ հրշեջների խմբերը չեն հերիքում, գործին միացել են ոստիկանները իրենց ջրցան մեքենաներով, որոնք սովորաբար օգտագործվում են ցույցերը ցրելու համար։ Իսկ եղանակը դեռ չի պատրաստվում օգնել հրշեջներին։ Օդերևութաբանների կանխատեսումները դրական չեն։ Մեր երկու ինքնաթիռից բացի, որոնք պարբերաբար 12 տոննա ջուր են լցնում կրակի վրա, մեր մյուս օդային տրանսպորտային միջոցները ցավոք քամու ուժգնության պատճառով տեխնիկապես չեն կարողանում օդ բարձրանալ։ Ըստ օդերևույթաբանների, մինչև կեսգիշեր քամու արագությունը չի նվազելու։ Այս ընթացքում մենք տարհանել ենք մի քանի գյուղ։ Այժմ սկսել ենք Աթաթուրքի թաղամասի տարհանումը։ Պաշտոնյանն ասել է, որ այսպիսի հսկայական մասշտաբի հրդեհներից հետո դեռ վաղ է նյութական կորուստների ծավալի մասին խոսելը։ Կարևորը մարդկային զոհերի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Թուրքիայից բացի աշխարհում են հրդեհներ, կարելի է ասել մոլորակը վառվում է, ահա թե ինչ է կատարվում։ Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսով 0-ից բարձր 40 աստիճանը։ Իտալիայի 21 քաղաքներում, այդ թվում Հռոմ, Միլան եւ Նեապոլ, հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգոն լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու շոկը հանգեցնում են անտառային հրդեհների։ Երկրի մի շարք շրջաններ քննարկում են օրվա ամենաշոգ ժամերին որոշ տեսակի գործունեություն արգելելու հնարավորությունը։ Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլյան եւ Ումբրիան այն շրջանների թվում են, որոնք նախատեսում են այս միջոցը ձեռնարկել ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում։
Իսպանական Էլ Գրանադո քաղաքում գրանցվել է +46 աստիճան։ Սա հունիսին Պիրենեյներում եղանակային արձանագրված պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է։ Մադրիդի քաղաքացիները ևս զարմացած են օդի այսքան բարձր ջերմաստիճանից։ Այո, սա ակնհայտորեն կլիմայի փոփոխություն է։ Չեմ կարծում, թե երբևէ նման բան ենք ապրել։ Մադրիդի շոկն անհամեմատելի է։ Սպասում ենք մինչև արևը մայր մտնի։ Մենք նոր դուրս եկանք, բայց փորձում ենք հնարավորինս շատ մնալ խանութների ներսում։ Անհրաժեշտության դեպքում փոխել հագուստը եւ շատ ջուր խմել, քանի որ ջերմաստիճանը շատ բարձր է։ Տարիների ընթացքում ինձ թվում է, թե Մադրիդն ավելի ու ավելի է տաքանում, հատկապես քաղաքի կենտրոնը, շատ ուժեղ շոկ է, քանի որ կանաչապատ տարածքները շատ քիչ են, չկան ծառեր, բավարար զբոսայգիներ եւ չկան բավարար վայրեր զովանալու համար։ Բարսելոնայի փողոցների մաքրուհի է մահացել շաբաթ օրը իր հերթափոխն ավարտելուց հետո ծայրահեղ շոկի պատճառով։ Իշխանությունները հետաքննում են նրա մահը։ Սևիլիայում, որտեղ այս օրերին անցկացվող ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին մասնակցելու է մեկնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 42 աստիճան։ Առողջապահական մարմինները բնակչությանը խորհուրդ են տվել շոկի պիկ ժամերին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ շատ հեղուկ օգտագործել, հատկապես խոցելի խմբերին, ինչպիսիք են տարեցներն ու փոքր երեխաները։ Պորտուգալիայում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 44 աստիճան։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացում է հրապարակել ամբողջ տարածքի համար։ Գերմանիայում նույնպես գրանցվել է +30 եւ ավելի բարձր ջերմաստիճան։ 2025 թվականի փետրվար-մայիս ամիսների արդյունքների հիման վրա երկրի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ Գերմանիան ապրել է պատմության մեջ գրանցված ամենամեծ երաշտը։ Հունիսի սկզբին Գերմանիայում անձրև է տեղացել, սակայն հիմա շոկի պատճառով երաշտը կարող է վերսկսվել։ Հունաստանը, որը վերջին տարիներին բախվում է լայնածավալ անտառային հրդեհների, շարունակում է պայքարել բնական աղետների դեմ։ Աթենքի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ Քիոս կղզում, որտեղ հրդեհը մոլեգնում էր 3 օր, մոտակա բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Երկրում ջերմաստիճանը կբարձրանա մինչև ուրբաթ, հասնելով 40-ից 41 աստիճանի։ Հունիսի 29-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Լանգեդոկ պատմական շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ֆոնֆրուադի նախկին աբայությունը տարհանվել է։ Հրդեհի պատճառով երկու ուղղություններով փակվել է Տուլուզի եւ Նարբոնի միջև ընկած ճանապարհը։ Նույն օրը երեկոյան Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ նիստ է անցկացրել շոկի պատճառով։ Որոշ շրջաններում դպրոցները փակ են։ Առաջիկա օրերին Փարիզում ջերմաստիճանը կարող է գերազանցել +35 աստիճանը։ Փորձագետները հարավային Եվրոպայում ուժեղ շոկերի հաճախականության եւ ինտենսիվության աճը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Հետազոտողները պարզել են, որ մոլորակի ջերմացման պատճառով մահացության մակարդակը մինչև դարի կեսը կարող է աճել ավելի քան 4 անգամ։ Կալիֆոռնիայում եւս ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շատ բնակիչներ լքում են իրենց տները եւ տեղավորվում ապաստարաններում։ Նայեցի պատուհանիցս, հրդեհը հենց փողոցի մյուս կողմում էր։ Մենք դուրս եկանք եւ պարզապես կանգնած էինք։ Տեսանկարահանում էինք այն, ինչպես բոլորը։ Հետո հանկարծ ամեն ինչ ավելի վատացավ։ Լավ նորությունն այն է, որ առաջխաղացումը կանգնեցված է, բայց հրշեջներն ասում են, որ ծուխը եւ թեժկետերը շարունակում են մնալ ակտիվ։ Հրշեջներ ինքնաթիռների աջակցությամբ ամբողջ գիշեր պայքարել են արագ տարածվող կրակի դեմ։ Շատ շրջաններում ուժի մեջ են տարհանման կանոնները, բաց են բնակիչների եւ կենդանիների համար նախատեսված ապաստարանները։ Իսկ ահա Հայաստանում ընդհակառակը օդի ջերմաստիճանը նվազել է 5 կետով։ Հուլիսի 1-ից 4-ը հանրապետության տարածքում օրվա տարբեր ժամերին սպասվում են անձրևներ եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Երեկոյան ժամերին քամուշ գնացում։ Մերի Դանիելյան, Open Media։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է դեռ ունենալ եւս մեկ գործող միջուկային օբյեկտ, թեև անցած շաբաթ վստահեցնում էր, որ վերջ Իրանի միջուկային ծրագիր այլևս չկա։ Այս ու այլ զարգացումներն աշխարհում համառոտ։ Թեհրանում 1 միլիոն մարդ է մասնակցել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների հուղարկավորությանը։ Սկոթ Հափուրը ծածանել է դրոշներ ու վանկարկել «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսներ։ Իրանի այաթոլլա Ալի Խամենեին չի մասնակցել հուղարկավորությանը։ Ներկա են գտնվել Իրանի արտգործնախարար Արաղչին, այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ պետք է վարի։ Ըստ NBC News-ի նպատակը պատժամիջոցների մեղմացման դիմաց Ուրանի արհեստացումը դադարեցնելու փորձն է։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։ Բանակցությունները վերսկսելու շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բանակցությունների մասին խոսք անգամ չի եղել, ասել է Արաղչին։ Նախարարի խոսքով Իրանը շարունակում է ավատարի մնալ դիվանագիտությանը, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը գնահատման կարիք ունի։
Ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի մարզի Նովոուկրաինկա բնակավայրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավթամթերքների բեռնահամալիրին, որը վառելիք է մատակարարում Ուկրաինայի ռազմածովային ուժերին։ Ավելի վաղ Կիևը հայտնել էր Լվովի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին։ Ուկրաինական ստորաբաժանումներն իրենց հերթին պայթեցրել են հանքահարստացման ֆաբրիկան եւ Պոկրովսկոյե հանքավայրի կառավարման գրասենյակն ու օդապոխման աշտարակները Ուդաչնոյե գյուղում։ Կырգызստանում ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հավաքին մասնակցող Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջնականապես կորցրել են ողջամտությունը։ Ըստ նրա, երկու քաղաքական գործիչներն էլ փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ողջ Եվրոպան, նախևառաջ ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն։ Նա հիշեցրել է, որ Մակրոնն ու Մերցը համատեղ հոդվածներ են հրապարակել, որում հիշատակել են ռուսաստանյան սպառնալիքի մասին թեզեր։ Քաղաքական գործիչները Եվրոպային կոչ էին արել զինվել, քանի որ Մոսկվան իբր 2008 թվականից իմպերիալիստական պատերազմներ է վարում եւ ցանկանում է խաթարել եվրոպական անվտանգությունը։ Բելգրադում ցուցարարները փակել են Սերբիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցները, բարիկադներ կառուցել եւ պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։ Նմանատիպ գործողություններ են տեղի ունեցել Սերբիայի այլ քաղաքներում։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Բլոկադա ուսանողական շարժումը պահանջում է ազատել նախորդ օրերին ոստիկանության հետ բախումների ժամանակ ձերբակալված ուսանողներին։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 77 մարդ, 38-ը կալանավորվել։ 70 հոգի վիրավորվել է, այդ թվում 48 ոստիկան, հայտնում է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգությունների մասնակիցներին անվանել է ահաբեկիչներ։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել են բողոքի ակցիաները կառավարության քաղաքականության, այդ թվում ընդդիմության առաջնորդների վերջերս իրականացված ձերբակալությունների դեմ։ Նրանցից մի քանիսը դատապարտվել են 7 կամ 8 ամսվա ազատազրկման։ Վերջին ցույցի ժամանակ կրկին ելույթ է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բողոքի ցույցերի շրջանակում ընդդիմության որոշ առաջնորդներ հացադուլ են հայտարարել։ Պակիստանի մի շարք նահանգներ տուժել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից եւ սողանքներից։ Տասնյակ մարդիկ են զոհվել, հազարավորները լքել ավերված բնակավայրերը։ Տեղական իշխանությունները եւ փրկարարական ծառայություններն իրականացնում են լայնածավալ աշխատանքներ տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ։ Եղանակային կանխատեսումների համաձայն տեղումները առաջիկա օրերին կշարունակվեն, ինչը մեծացնում է հումանիտար ճգնաժամի ռիսկերը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Երևանի քաղաքապետն այսօր ասել է, որ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակ նա ավարտվում է։ Նա զգուշացրել է, որ հուլիսի 1-ին օրենսդրական փաթեթ է քննարկվելու ազգային ժողովում, որով նախատեսվում է տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար։ Նաև հայտնել է, որ ես համակարգը էլեկտրոնային ծանոթությունների նոր հարթակ այս շաբաթվանից փորձնական գործարկվելու է։ Խոսել է նաև մետրոյի Աչափնյակ կայարանի կառուցման մասին, նշել, որ նախագծային աշխատանքներն ընդունված են, անցել են բոլոր փորձաքննությունները, հաջորդիվ կքննարկվեն ֆինանսավորման հարցերը։ Մեր հիմնական նպատակը պետք է լինի սեղմ ժամկետները, որովհետև նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի process-ները, այդ ճանապարհով պետք է գնանք։ Եվ սպորտ, Վրաստանում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Չեմպիոններն են Ռուսլան Ասլիկյանը, Արթուր Սահակյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Նարեկ Մանասյանը։ Դե ինչ այսքանը անփորձանք գիշեր եմ մաղթում, ցտեսություն, կհանդիպենք վաղը։